Բարևձեզ հարգելի լսողներ, ես այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր հարցի մասին, ինձ հարց են տալիս, ինչպես զգան, որ ինքը կամ իրենց հարազատները պետք է մահանա։ Ընդհանրապես, քանի որ ես էքստրասենս եմ, ես ուզում եմ մահվան նշանները բացատրել ոչ թե որպես սովորական մարդ, որը մահը համարում է ֆիզիկական մահը համարում է վեճ, ընդհակառակը էքստրասենսները, պարահոգեբանները, էզոտերիկները և ինքս գտնում եմ, որ ֆիզիկական մահը դա ավարտ չէ, ֆիզիկական մահը դա նոր կյանքի, ավելի լավ կյանքի սկիզբ է։ Ընդհանրապես ուզում եմ խոսել ինչ է մահը։ Երբ որ մարդ ծնվում է, մարդու իր հետ ծնվում է նաև մահվան ծրագիրը, այսինքն այս նյութական կյանքում մարդու կյանքը ժամանակավոր է, ոչ միայն մարդու, և բուսական աշխարհը, և կենդանական աշխարհը մահը գոյություն ունի այս նյութական կյանքի մեջ, բայց մահը դա ֆիզիկական մահը, հոգևոր դաշտը, մարդու կենսադաշտը, մարդու էներգետիկ դաշտը չի մահանում, ընդհակառակը դա փոխակերպվում է։ Ճիշտ է, մարդը ծնվում է մահվան ծրագրով, բայց դա չի նշանակում, որ մարդը իր կյանքի յուրաքանչյուր օրը պետք է մտածել մահվան մասին։ Ընդհակառակը, մարդը աշխարհ է գալիս յուրահատուկ միսիայով։ Ինքը աշխարհ է գալիս, որպեսզի կատարի իր միսիան, իսկ որն է մարդու գլխավոր միսիան։ Մարդու գլխավոր միսիան դա հոգևոր աճն է, հոգևոր փորձարկումներն է, հոգևոր զարգացումն է։ Եթե նաև մարդը գալիս է սերունդ տալու համար, մարդը գալիս է ինչ-որ նյութական բարիքներ ստեղծելու համար, հաջորդ սերունդների համար, նաև գալիս է հոգևոր բարիքներ ստեղծելու, որպեսզի իրեն հաջորդող սերունդը այս կյանքում կարողանա իր ստեղծածից օգտվի և ավելի մեծ օգուտ քաղի և ավելի լավ ձևով ապրի իր ժամանակավոր կյանքը այս աշխարհում։ Սովորական մարդիկ մարմնական մահը համարում են կյանքի վերջ, եթե մարմնի օրգանները արդեն մահանում են, իրանք դադարում են իրենց կենսական գործունեությունը կատարել, սովորական մարդիկ համարում են դա արդեն ավարտ է, բայց դա այդպես չէ։ Ճիշտ է, մահանում է մարդու օրգան համակարգը, բայց մարդու ենթագիտակցությունը, մարդու բիոէներգետիկ դաշտը դա չի մահանում, ընդհակառակը դա փոխակերպվում է ավելի բարձր հաճախականություն, վիբրացիա ունեցող էներգիայի։ Շատ եկեղեցականներ, շատ հոգևորականներ, շատ տարբեր կրոններ դա համարում են դրախտ, իսկ էզոտերիկները համարում են էներգետիկ բարձր վիբրացիա ունեցող դաշտ։ Մահը ֆիզիկական, մահը դա ավարտ չէ։ Ինչ հարցնում են, ինչպես կարող ենք հասկանալ, որ մոտ է մահը։ Ընդհանրապես մահը ունի ֆիզիկական նշաններ։ Մարդը կարող է դեմքի արտահայտությունը փոխվել, սրվել հայացքը, սրվել քիթը, նման մարդկանց մոտ սկսում է փայլել տարօրինակ ձևով եղունգները, մազերը սկսում են չսանրվել,
չսանրվող մասեր թնջուկներ են առաջ գալիս, հատկապես ծոծրագի եմ ասում, մարդու մոտ տարօրինակ ձևով հանգստություն է գալիս, անտարբերություն է գալիս, նույնիսկ գալիս է ասում հոտ են զգում, մահվան հոտ են զգում, ես օրինակ զգում եմ կտրված, հնձված հողի հոտ, բայց դա ուղղակի ֆիզիկական նշաններն է։ Ես ուզում եմ խոսել, թե ինչ էզոտերիկ էքստրասենսորնի հատկություններ կա, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ։ Ընդհանրապես ինչ շատ դեպքերում նկարներ են բերում, որպեսզի ես բացատրեմ, թե կենտանի է այդ անձնավորությունը, թե մահացած։ Շատ դեպքերում ուզում են իմանալ ինչն է եղել տվյալ անձնավորության մահվան պատճառը։ Քանի որ ես ուսումնասիրում եմ մարդկանց էներգոդաշտը, բիոդաշտը, կենսա էներգետիկ դաշտը, ես զգում եմ մարդը մահացած է թե կենտանի, որովհետև կենտանի մարդու նկարը լրիվ ուրիշ էներգետիկ վիբրացիա է տալիս, մահացած մարդու էներգետիկ դաշտը լրիվ ուրիշ վիբրացիոն դաշտ է տալիս, եւ նման ձևով են որոշում տվյալ անձնավորությունը ողջ է, թե կենտանի է, թե մահացած։ Նաև քանի որ էքստրասենս եմ, կարողանում եմ հասկանալ ինչն է եղել նրա մահվան պատճառը, այդպես պետք է նախատեսված լիներ, թե իր մահը տեղի ունեցել ինչ-որ նեգատիվ գործողության պատճառով, բայց դրա մասին մենք կխոսենք հետագա հաղորդումների ժամանակ, ես ուղղակի ուզում եմ խոսել ինչպես կարող է մարդը կամ կողքի հարազատը հասկանալ, թե տվյալ անձնավորության մոտ մահը մոտիկ է, անկախ նրանից տվյալ մարդը ահել է, ջահել է, ծեր է, տվյալ անձնավորությունը հիվանդ է, թե ոչ, որովհետև շատ դեպքերում մահանում են մարդիկ ոչ միայն հիվանդության պատճառով, այլ ոտքի վրա պատահականորեն վտար է լինում, ինչ որ արհավիրք է լինում, կամ պատահական ինչ-որ դեպք է լինում, որը տանում է բերում է մարդու ֆիզիկական մահին։ Առաջ հեշտինի նկատի ունեցեք, եթե դուք կամ ձեր հարազատները տեսնում են տարօրինակ երազները գիտեք ինչ է, երբ որ երազներին այցելում են իրենց հարազատները մահացած։ Շատ դեպքերում ցուցակ են բերում, ցուցակի մեջ իրենք գրված է լինում իրենց անունը։ Շատ դեպքերում իրենց հարազատին ուղեկցում են ուրիշ մեծ ճանապարհորդության, երբ որ այդ ճանապարհորդության վերջը չի երևում։ Դա ցույց է տալիս, որ այդ անձնավորության մոտ մահը մոտ է, ու մահվան ժամկետը դա 6 ամիսից 16 ամսուց 18 ամիս է, այսինքն երազները տեսնում են ու ցկցկվում է մարդու կյանքի ժամկետը այս աշխարհում, այս նյութական աշխարհում 6 ամսից 18 ամիս։ Ընդհանրապես տարօրինակ ձևով մարդիկ փոխվում են, իրենց մոտ սկսվում է առաջ հիշողություն, մանկական հիշողություններ, ամեն մի դետալը տարօրինակ ձևով հիշում են իրենց մանկության ընկերներին, ուզում են անպայման այցելել իրենց բոլոր հարազատներին, ուզում են իրենց բոլոր կիսատ գործերը, թողած գործերը դզել, ժառանգություն եթե ունեն տալու ինչ-որ մեկին տալ, եթե ինչ-որ կիսատ թողած բիզնեսներ, դոկումենտներ, փաստաթղթեր ունեն, սկսում են այդ փաստաթղթերը կարգի բերել։ Մարդիկ նույնիսկ զարմանում են, ինչի ես այդ ձևի արագ ձևով նման գործողություններ կատարում, դու դեռ երիտասարդ ես, բայց երբ որ այդ անձնավորությունը մահանում է, իրանք ասում են ինչպես է այդ մարդը զգացել, որ իր մահը մոտ է ու ինքը շուտապույտ ձևով իր պարգևն է վերադարձրել, ինչ որ կիսատ գործեր ունեցել է, դրանք է ուզեցել կարգավորել, որպեսզի խիղճը հանգիստ կարողանա իր փոխակերպումը լինի հաջորդ կյանք։ Սովորական մարդիկ մականացուները իրենք չեն հասկանում, բայց երբ որ մարդը մահանալու է, տվյալ անձնավորությունը անկախ
իրանրանից հիվանդ է թե հիվանդ չէ, ինքը ներքին ձայնով, ենթակի դակցությամբ, ինտուիցիայով զգում է։ Գիտեք, ինչ տարօրինակ ձևով նման մարդիկ սկսում են ավելի մեջ սիրով, կուրկուրանքով իրենց հարազատների դիմել, ուշադրություն դարձրեք երազներին, ուշադրություն դարձրեք ձեր հարազատների նման տարօրինակ փոփոխությունների։ Ընդհանրապես ինչ եմ խորհուրդ տալիս ես ձեզ, ֆիզիկական մահը չի համարվում ավարտ։ Ֆիզիկական մահը դա ցույց է տալիս մարդու մյուս հաջորդ կյանքի սկիզբը, որը ոչ մի բանով պակաս չէ այս նյութական աշխարհի կյանքից, ընդհակառակը ավելի լավ է, ավելի յուրահատուկ է, որտեղ մարդը ազատ է նյութականից, ազատ է այս մարմնից, որտեղ մարդը կարող է ավելի լավ ձևով զարգանալ, այն ինչ որ չի կարողացել այս կյանքում մարդը կատարել, հաջորդ կյանքում նա կարող է ավելի զարգացնելու առաջ գնալ, բայց մարդը որ ծնվում է, մարդը գալիս է ինչ-որ միսիա կատարելու, մարդը պետք է կարողանա այս կյանքում այնպիսի դրական լիցքեր, դրական էներգիա հավաքել, որպեսզի հաջորդ կյանքում իրեն համար բարձր էներգետիկ դաշտ լինի, որտեղ որ ինքը կարողանա ավելի լավ ձևով ապրել, մարդը պետք է չարություն չանի, ճիշտ է, նյութական կյանքում մարդը պետք է ունենա իրեն նյութականը, որպեսզի չմտածի միայն իրեն ստամոքսի մասին, եթե մարդը մտածում է միայն ստամոքսի մասին, ինքը չի կարողանում մտածել հոգևոր զարգացման մասին, բայց մարդը պետք է իրեն նյութականը ստեղծի ոչ թե հարազատից կողնալով, ոչ թե ընկերոջից պետությունից կողանալով, նման նյութականը ոչ տվյալ անձնավորությունն է վայելելու, ոչ էլ իրեն հարազատն է վայելելու, բայց տվյալ ձևով ձեռք բերած նեգատիվ էներգիան չի թողնելու, որ այդ անձնավորությունը հաջորդ կյանքում իրեն կյանքը նախատեսված է ճիշտ ձևով բարձր էներգետիկ դաշտով վայելի, ընդհակառակը ինքը նորից ընկնելու է ներքև, ընկնելու է շատ կրոններ, շատ ասում են, որ դա դժոխք է, մարդը պետք է կարողանա իր հաջորդ կյանքի համար դրական լիցքեր հավաքի, իրեն զարգացումը հոգևոր պետք է լինի ավելի բարձր մակարդակի վրա, վատ մարդիկ, մանկապիղծները, անբարոյականները, գողերը, թալանչիները, դրանք չեն արժանանում այդ լուսավոր կյանքին, իրենց էներգետիկ դաշտը վիբրացիան այնքան նեգատիվ է, այնքան ծանր է, որ իրենք գտնում են էներգետիկ դաշտի հատակը, իրոք դժոխք է, դրանից հետո արդեն տիեզերքն է որոշում, ինչպես պետք է վարվի նման անձնավորության հետ, խրքի է պիտի նորից մաքրվելու, թե մնալու է ինքը իր սարկած ցանած, իր հնձած կյանքի մեջ, որն որ ինքն է ստեղծել, նման կյանք, վատ կյանք, մարդն է ստեղծում իրեն համար, հաջորդ կյանքը ապրելու համար վատ միջավայր, դրա համար ասում են կյանքը բումերանգ է, կյանքը հայելի է, ինչ որ ցանես, այն էլ կհնձես, այո, ցանում ես բարի էներգիա, բարի լիցք, բարություն ես անում, բարեգործություն ես անում, հոգևոր լավ բաներ ես թողնում, էներգետիկա ես թողնում, փորձ ես թողնում, ուրեմն դու հնձում ես մենակ լավ բան ու լավ բանի համար ես արժանի։ Ուզում եմ նաև ասել, որ ճիշտ է, մահվան ծրագիրը կա բոլոր մարդկանց մեջ, բնության բոլոր տեսակի թե թռչունների, թե կենդանիների,
թե բույսերի մեջ, բուսական աշխարհի մեջ, բայց դա չի նշանակում, որ ծնված օրվանից պետք է մտածեք մենակ մահվան մասին, ընդհակառակը պետք է վայելեք այս կյանքը, յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր վայրկյանը, պետք է ուրախանաք ծաղիկով, ձեր երեխայով, ձեր կեսով, ձեր ծնողով, ձեր հարազատներով, ձեր ստեղծագործություններով, ձեր նյութականով, որը ստեղծել եք արտար ձևով։ Իսկ մահը պետք է դիմավորեք խելացի ձևով, չվախենալով, որ մահը դա ավարտ է։ Պետք է պատրաստ լինեք ձեր դրական լիցքերով, ձեր էներգետիկ դաշտով։ Մեկ էլ ուզում եմ խոսել շատ կարևոր հարցի մասին, ճիշտ է յուրաքանչյուրիս մեջ կա մահվան ծրագիրը, բայց մարդը պետք է իր ծրագիրը չտարօրինակ ձևով չարագացնի, որովհետև հնարավոր է, որ այդ ծրագիրը խտանվի, մեր մտքերը դառնա այդ ծրագիրը խտանելու եւ արագացնելու համար գործում։ Չար մտքեր։ Առավոտը, որ մարդը արթնանում է, որ պետք է մենակ մտածի լավի մասին։ Օրինակ տարօրինակ ձևով իմ մոտ մարդիկ են գալիս, որ ասում են. իմ երեխաներին ամուսնացնեմ, երեխաներին ընդամենը 21, 22, 23 տարեկան են։ Ամուսնացնեմ ու մահանամ։ Տարօրինակ ձևով ինքը ոնց որ ծրագիր է տալիս։ Ու տեզերքը չգիտի, մեզ մարդը պիտի մահանա, թե մարդիկ ամուսնանան։ Եթե այս մարդիկ ամուսնանան, ուրեմն ինքը պիտի մահանա։ Եթե ինքը մահանա, այսինքն մյուս իր հարազատները, երեխաները չեն ամուսնանա։ Նման ձևով մարդը չպետք է մտածի ամուսնացնեմ մահանա։ Ինչու մահանաս, երբ որ կյանքը հաճելի է, կյանքը պիտի վայելես, թորներիդ պետք է վայելես, մարդու համար յուրաքանչյուր կյանք օրը յուրաքանչյուր տարեկը հաճելի է, մարդը պետք է կարողանա վայելել, ուրախանա իր թորներով, իր կողակցով, իր երեխաներով, իր ստեղծագործություններով, կյանքի ամեն մի ծաղիկով, տերևով, ծովով, երկնքով պետք է վայելել, ու նման անձնավորությունները երկար են ապրում, իրենց մոտ այդ մահվան ծրագիրը զուր տարօրինակ ձևով քնում է, երկարաձգվում է, իսկ այն մարդիկ, ովքեր որ անընդհատ մտածում են մահանա, իրենք արագացնում են իրենց մահվան ծրագրի գործողությունը։ Տարօրինակ ձևով նաև մահվան ծրագիրը արագացնում է, երբ որ մեկը մեկին վատն են կամենում, մահն են կամենում, դու մահանաս, լավոր չտեսնես, ինչու ես դու ծնվել, քո ծնունդով ինձ վատություն ես անում, նման ձևով մարդը նորից տարօրինակ ձևով իմպուլսներ է հանձնում ու նման մարդկանց մոտ նորից արագանանում է մահվան աստակը, մահվան ծրագիրը։ Շատ դեպքերում նկարներ են բերում, ցույց են տալիս, ես երբ որ ուսումնասիրում եմ տվյալ անձնավորության նկարը, ինքը ծնված օրվանից այդ մարդը չի ծիծաղում, դա կոչվում է մահվան դիմակ։ Անընդհատ նայում ես եւ զգում ես, որ ու իրոք այդ նման անձնավորություններ իրանք շուտ են մահանում, վաղաժամա է, անկախ նրանից հիվանդանում են, չեն հիվանդանում, իրանք կարող է պատահական մեկը իրեն դեմը հանդիպի, դանակով խփի ու անձնավորությունը մահանա։ Նկարների մեջը մահվան դիմակ կա, էքստրասենսներն ասում են, հոգեբանները, մահվան դիմակ կա տվյալ անձնավորության դեմքի վրա։ Տարբեր բաներ կա, դժվար է ձեզ այդ ամեն ինչը բացատրել, բայց բոլորիդ խորհուրդ եմ տալիս, այս նյութական կյանքը ավարտը, մարմնավոր կյանքի ավարտը, դա ավարտ չէ, լավ էներգիա հավաքեք հաջորդ կյանքի համար, որպեսզի ավելի լավ զարգացած յուրահատուկ կյանքի արժանանաք, չարություն մի կարեք, բարություն արեք, մահվանից
մի վախեցեք, եթե դուք լավ սերմեր եք ցանել, ուրեմն հաջորդ կյանքում հավաքելու եք այդ սերմերի բերքը, վատ սերմեր մի ցանեք, լավ մարդիկ եղեք, ու ձեզ մենակ ցանկանում եմ երկար կյանք, որպեսզի այս կյանքի ամեն ինչն էլ դուք կարողանաք լավ ձևով, խելացի ձևով վայելել, այս կյանքն էլ տանջանք չէ, այս կյանքը նույնպես վայելքների կյանք է, հաջողություն, ստեսություն